Բարև ձեզ Տիկին Ստեփանյան, շնորհակալ եք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց այսօր արդեն լավ առավոտից հայտնի դարձավ, ավելի շուտ ադրբեջանական ԶԼՄ-ները գրեցին, որ Բաքվում խոշտանգվող մեր հայրենակիցները, իդեմս Արցախի ռազմաքաղաքական գործիչների եւ մյուսների, այլևս դատապարտված են ՑՄԱՀ, միայն Արկադի Ղուկասյանին ներկայացան 25 տարի դատապարտման, բայց դա նաեւ մոտավորապես ՑՄԱՀ-ի, այսպես ասենք, վճիռ է։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, այսօր նաև Եվրոպական խորհրդի մարդու իրավունքների օմբուդսմենը Հայաստանում էր, որտեղ որևէ բառ եւ գործընկերները մեր ազգային ժողովում նրան բռնացրել էին եւ խոսում էին Բաքվում խոշտանգող մեր գերիների եւ Հայաստանի կալվածքների մասին, այսպես լեզուն կուլ տված քայլում էր առանց որևէ արձագանքի, համեցեք։ Շնորհակալություն։ Այո, ցավոք մենք այսօր տեղեկացանք, որ Բաքվի այդ շինծու դատավարությունը մոտեցավ ավարտին եւ ՑՄԱՀ ազատազրկում պահանջվեց մեր ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Բաքվի դատարանից այլ բան սպասել իհարկե ակնկալել չէր էլ կարելի, բայց այստեղ ամբողջ զավեշտը կայանում է նրանում, որ երեք Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը եղբայրաբար իրար հետ կանգնած էին նույն ամբիոնի մոտ, երկուսի կրծքին այդ աղավնու նշանը զարկած եւ 1 միլիոնը գրպանը դրած իրենց համարում էին, որ տեսեք, այս ղեկավարները խաղաղություն են ստորագրում, այս ղեկավարները խաղաղություն են բերել տարածաշրջանին, այդ ամեն ինչը այսպես համեմվեց խաղաղության կեղծ այդ օրակարգի ներքո։ Իրականում պատերազմից անցել է 5 տարի, եւս մի քանի ամիս, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանը Ադրբեջանի հետ չունի խաղաղության պայմանագիր կնքած։ Կա ուղակի Աբու Դաբիներում, Վաշինգտոններում, չգիտես, Եվրոպաներում, Անգլիաներում, Թուրքիայում եւ այլն կա այսպես բանավոր ինչ-որ մի բան, թե մենք գնում ենք խաղաղության եւ այս դատավարությունը պարզապես ծաղր էր, երեկվա այդ եղբայրական մեդալից ու այդ Փաշինյանի այդ հրճվանքից հետո ծաղր էր առաջին հերթին Նիկոլի նկատմամբ, որովհետև դու այդպես ասում ես անհավատալի էր, որ մենք, որ տեսեք Հայաստան ու Ադրբեջան բարերը իրար կողքի, մենք եկել ենք այստեղ այդ Աբու Դաբիի շեյխերն էլ հիացած նայում են, թե դուք ինչպես եք այդ աղավնուն զարկել ձեր կրծքին ու այդպես հիացած խոսում եք, Ալիևը ասեց ցմփ, ուղղակի այդպես արեց ու ասեց իմ խաղաղության օրակարգը այսպիսին է եւ Նիկոլ Փաշինյանը ես չեմ կարծում որ որևէ պարագայում կընդդիմանա այդ օրակարգին որովհետեւ որքան այս իրավիճակը ձեռք է տալիս Նիկոլ Փաշինյանին նույնքան Ալիևին նույնքան եւ ձեռք է տալիս Նիկոլ Փաշինյանին որովհետեւ երբ որ այդ ռազմագերիները Հայաստանում լինեին Նիկոլ Փաշինյանը երևի թե կերազեր 4 ամիս հետո այս ընտրություններին անգամ մասնակցելու մասին բայց քանի որ ամեն ինչ եղբայրաբար է արվում Փաշինյանի եւ Ալիևի միջև մենք ունենք այն ինչ ունենք զավեշտալին այն է որ Նիկոլ Փաշինյանը ասում է անհավատալի է որ տեսեք մենք կանգնած ենք այստեղ ու մենք եկել ենք տարածաշրջանին խաղաղություն ենք բերում ինձ համար անհավատալին մեկն է որ հազարավոր տղաների գլուխ կերած տասնյակ հազարավոր տղաների հաշմանդամ դարձրած 150,000 արցախցու տնից ու տեղից հանած մարդը դեռ բանտարկված չէ եւ դեռ գնում է ինչ որ միտեղ միլիոն է դնում գրպանը կամ կրծքանշան է իր կրծքին ամրացնում ու ինքն էլ հրճվում է եւ ընդհանրապես Աբու Դաբիի այցերը մեզ չեմ կարծում ցավոք որ միայն այս դատավճռով անակնկալ կլինեն անցած տարի երբ որ Աբու Դաբիում հանդիպեցին Փաշինյանն ու Ալիևը օգոստոսին մենք տեսանք թե ինչպես Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը ինչպես ասում է Էրդողանը Ալիևը Զանգեզուրի միջանցքը հանձնեց Ադրբեջանին ու Թուրքիային։ Հիմա դրա անունը կդնեն Նիկոլի ճանապարհ, Թրիփի ճանապարհ, Վենսի ճանապարհ, Էրդողանի ճանապարհ, փաստը մնում է այն, որ եւ Էրդողանը եւ Ալիևը հստակ ասում են, որ դա Զանգեզուրի
միջանցք է։ Եվ այս Աբու Դաբի այցին հաջորդելու է Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը տարածաշրջան։ Բնական է, որ այնտեղ չեն խոսվել, Աբու Դաբիում չի խոսվել որևէ հումանիտար հարցի մասին, եւ առավել քան վստահ եմ, որ Վենսի այցի ժամանակ եւս հումանիտար հարցերը դուրս են մնալու, որովհետեւ ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, որին այս երկու եղբայրության շքանշաններ ստացածները շատ ուզենային ասել, որ գիտեք ինչ, դուք կարող եք ասել, որ բեկերիներին դուրս հանեն Բաքվի բանտերից, Ալիևը դա չիրականացներ։ Ես կարծում եմ, որ պարզապես այդ ցանկությունը չկա հումանիտար հարցեր լուծելու։ Նույնիսկ միջազգային կոնվենցիաներն են ասում, որ պետք է արցախցիները իրավունք ունեն Արցախ վերադարձի, մեր այդ թրքահապատակ իշխանությունը ասում է, որ Արցախ վերադարձի էջը փակված է։ Ավելին ասեմ, դուք հիմա ասում եք, որ Եվրոպայի մարդու իրավունքների այդ ներկայացուցիչը Հայաստանում ոչինչ չուզեց խոսել, որովհետև աշխարհաքաղաքական օրակարգը մեկն է, այս պահին թևութիկունք լինել Բաքվին, նաև Նիկոլ Փաշինյանին այդ հարցում օգտագործելով, իսկ որ Նիկոլ Փաշինյանն իր թիմով լավ օգտագործվում է այդ հարցում, որևէ մեկը կարծում եմ կասկած չունի։ Դուք կհիշեք, որ Արցախի այդ բռնագաղթի օրերին ես գոնե այնտեղ եմ եղել եւ Միացյալ Նահանգների դեսպանը եւս այնտեղ էր, մենք հարց ուղեցինք իրեն, ասեցինք արդյոք էթնիկ զտում է սա, նա ուղղակի այսպես ջուրը գցեց այդ հարցը, ասեց ես այդ հարցին չեմ պատասխանում, երբ որ Արցախում հայ չէր մնում, այդ տիկինը դեսպանը ասեց, որ չի կարող ասել էթնիկ զտում է, այդ չի կարող օգտագործել դա, եւ այո, իրենք վարվում են մեր երկրի հետ այնպես, ինչպես ուզում են եւ դեռ կշարունակեն վարվել այնպես, ինչպես որ ուզում են, քանի որ մեր երկիրը ղեկավարում է մի իշխանություն, որի տերերը դրսից են իրենց թելադրում, որոնց տերերը իրենց դրսից են թելադրում եւ այսօր առավել եւս ես համոզվեցի, որ Հայաստանը ղեկավարվում է Իլհամ Ալիևի կողմից իր դրած այդ մենեջերի կամ չգիտեմ անունը ինչ տնենք, դրա մասնակցությամբ։ Վենսի այցը ես կարևորում եմ Վենսի այցը Հայաստան, որովհետև ես գոնե հրապարակային դեռ չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերվել Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում Հայաստանի թիկունքում, որովհետև ենթադրվում էր, որ օրինակ պետք է խոսեն սահմանազատման հարցից, գերիների հարցից, տեսեք կա սահմանազատման հանձնաժողով, կանոնակարգը հստակեցված է, բայց Հայաստանում սահմանազատում չի իրականացվում։ Ինչու չի իրականացվում։ Երբ պետք էր, ափալ-թափալ գնացին Տավուշ, Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի հողերը միանգամից տվեցին, ցեմենտից պատնել արագ շարեցին։ Հիմա ինչու չի իրականացվում սահմանազատում։ Ես մեծ մտավախություն ունեմ, որ եթե Փաշինյանական իշխանությունը շարունակի պաշտոնավարել, Հայաստանում սահմանազատում չի լինի եւ մենք կունենանք մեծ Ադրբեջան, որտեղ կլինի նաեւ այստեղ իր ներկայացուցիչը աշխատող։ Դրա համար եմ ասում, այդ խաղաղություն կոչվածը, որ այսպես բարբաջում են Արարատ Միրզոյանը, բան են, տեղից հրճվանքով ասում են խաղաղություն, տեսեք, խաղաղությունը սա է, պիտի փայփայենք, պիտի գրկենք, հանկարծ գրկներիցս ցած չընկնի, ես ուզում եմ ասեմ, որ չկա խաղաղություն, քանի դեռ դու չունես հզոր բանակ, անվտանգային հզոր համակարգ, արժանապատվություն քո երկրում, քո քաղաքացին բարոյալքված չէ, եւ ես տեսնում ենք ամեն օր Բաքուն սպառազինվում է,
մենք ասում ենք վախեցեք խաչից, բանակից հանում ենք հոգևորականներին, ասում ենք գիտեք, այդ հոգևորականները հանկարծ տեղ չունենան բանակում, ինչի, որովհետև ձեզ այդպես է հրահանգվել, չէ՞ որ զինվորներ ենք ունեցել մենք էլ ու մենք շատ լավ գիտենք այն ծանր օրերին եւ թե զինվորները եւ թե իրենց մայրերը ապավինել են Աստծուն, որ ամեն ինչ լավ ավարտ ունենա։ Հիմա ինչու եք վերջին հույսը, որովհետև որևէ զինվոր հաստատ չի ապավինի Սուրեն Պապիկյանի այդ մարտավարական ունակություններին, առաջին հերթին ապավինում են իրենց յուրաքանչյուր հայ, առաջին հերթին ապավինում է իր Աստծուն։ Եվ երեք տիկին Ստեփանյան ուղղակի այս թեմայի հետ կապված կապ կար, էլի, որովհետև ուզում ես հարցը միջանկյալ տալ, ԿՊԱ-կան պատգամավորներից մեկի եղբայրը, կարծում չգիտեմ, որ ԿՊԱ-կանինն է, սակայն ինչ տարբերություն, ասում էր, որ հիվանդանոցներից պետք է հանել այդ, այսպես ասենք, աղոթարանները, ես չգիտեմ, էլի, Տեսեք, ասում է հանենք, որովհետև դա նսեմացնում է բժշկի աշխատանքը, մարդիկ ոչ թե հավատում են բժշկին, այլ մարդիկ հավատում են Աստծուն։ Ես ասեմ, որ ես շատ լավ բժիշկներ ունեմ ինձ ընկերներ, ծանոթներ, ես շատ լավ գիտեմ, որ յուրաքանչյուր բժիշկ, երբ որ մտնում է վիրահատարան, առաջին հերթին աղոթում է Աստծուն, որ այդ վիրահատությունը բարեհաջող անցնի, հետո նոր միայն անցնում է գործի։ Հիմա սրանք խաչից վախեցողներ են, որովհետև իրենց հրահանգված է։ Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի այս պայքարը առաջին հերթին ուղղված է մեր ինքնության, մեր գոյության, մեր կրոնի դեմ։ Նիկոլ Փաշինյանին գուցե եւ հրահանգված է մինչեւ ընտրություններ Հայաստանը պիտի դառնա մահմեդական պետություն եւ Նիկոլ Փաշինյանը դրա դեմ երբեք չի կանգնի, դրա դեմ երբեք չի ընդդիմանա։ Սա այն իշխանությունն է, որ իրեն մինչեւ հիմա Ալիևը ինչ ասել է, նրանք այդպես էլ գործել են։ Տեսեք, շատ կրոնական թեմային անդրադարձանք 3 առաջի օրը լրագրողներից մեկը նախարարին հարցնում է, ասում է. «Ցույց տվեք այն կետը, որով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու վրա հարձակում իրականացնելով, ամենայն հայոց կաթողիկոսին Կտրիժ Ներսիսյան անվանելով, մեկ այլ թեմի առաջնորդ կարգալույց եղած առաջնորդին տանել թեմի առաջնորդ, ցույց տվեք սահմանադրության այդ կետը, որով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը»։ Նախարարը, որ մի քանի օր առաջ ասում էր, դե ես լավ սովորած եմ, ես լավ պարգևավճար բան պիտի ստանամ, բա ոնց եւ այլն, ասում է դե Նիկոլ Փաշինյանն էլ է քաղաքացի, կարող է իր դիրքորոշումը ունենալ։ Երբ որ ասում են իսկ այդ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն է հավաքել տիրադավերին եւ տակը ստորագրել է, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այդ հայտարարության տակ, ասում է դե ինքը վարչապետն է, ինչպես ուզի, այդպես էլ կանի։ Ես կարծում եմ մենք ունենք առաջիկա ամիսներին լուրջ անելիք, շատ լուրջ անելիք, թե մեր հոգևոր ոլորտը ամրացնելու, թե մեր արժանապատվությունը վերականգնելու, մեր բարոյալքված վիճակը վերև հանելու եւ ընդհանրապես ազգային ուժերով միավորվելու, որովհետև ես չեմ բացառում, որ այս խաղաղություն ասվածը դա ընդհանրապես օդ է, իրենք ինչքան էլ ուզենան դա, եթե նույնիսկ Էրդողանի գիրքը նյութական էր երևում էր, սա նույնիսկ այդ առումով չի երևում, եւ ես չեմ բացառում, որ օրինակ հունիսի 10-ին մեր տարածաշրջանում կարող է ամենամեծ պատերազմը տեղի ունենալ եւ Ալիևը, որ ասում էր ես ոդկով կգամ Երևան առանց տանկերի, ինքը այդպես ոդկով գա այստեղ չայ խմելու, մի փոքր փողոց թողնեն, ասեն էս էլ հայկական անվանումով։ Դրա համար մենք մինչև հունիս ամիսը, ասում եմ, կոնկրետ ու լուրջ անելիքներ ունենք։ Մենք պետք է բոլոր խնդիրները վերհանելով, այդ խնդիրների դեմ պայքարելով, թույլ չտանք, որ այս թրքահապատակ իշխանությունը հունիսին նորից կարողանա ունենալ Հայաստանում իշխանություն։ Եվ սոցիալական հարցերին, պիտի խնդրենք, դուք միշտ բարձրաձայնում եք այդ հարցերը, հատկապես թոշակառուների, այսօր էլ տեսակ մի քանի տեղակցություններ են։ Եվ այդ առումով եւ նաեւ քանիցս անդրադարձել եք Ասեն Թորոսյանի 3 նոր շեդևրով էր աչքի ընկել հայտարարությամբ, խնդրեմ։ Դե ես նորից եմ ասում, մենք գործ ունենք սուտասաների եւ գողերի հետ։
այս իշխանությունը ինձ համար սուտասաների եւ գողերի իշխանություն է առաջին հերթին, որովհետեւ գողանում են առանց մեզ տեղյակ պահելու մեր պետական բյուջեի գումարները, մեր բոլորի հարկերը իրենք գողանում են, դարձնում են պարգևավճար եւ սուտասան է, որովհետեւ իրենց մեկի խոսքը մյուսի հետ չի բռնում կամ մեկ ամիս առաջվա ասած խոսքը մյուսի հետ չի բռնում։ Հիմա տեսեք, այսօր ասում էին, որ յուրաքանչյուր թոշակառու, ով կհատի 100 տարեկանի շեմը, կստանա 1 միլիոն դրամ։ 100 տարեկանի շեմը հատած թոշակառուին կարող եք ինձ բացատրել 1 միլիոն դրամը ինչին է պետք։ Ինչու չեք տալիս այդ 1 միլիոն դրամը 75 տարեկան թոշակառուին, որ կարողանա սովից չմեռնի, որ կարողանա քիչ թե շատ տաք բնակարանում ապրի։ Դուք լավ գիտեք, որ Հայաստանում հիմա, չգիտեմ, ամբողջ մեր հանրապետությունում կա 100 տարեկան հատած 1 կամ 2, գոնե 3 մարդ կա, որոնք հատում են 100 տարեկանի սահմանակիցը, թե ոչ։ Դեմագոգիա, պարզ պոպուլիզմ, որ գիտեն, որ Հայաստանում այդքան երկարակեցությունը կյանքի այդքան չի, որովհետև նախ չունենք առողջապահական համակարգ, ուղղակի չունենք։ Ծերերին, որ տանում ես հիվանդանոց, գիտես, որ էլ հետ չես բերելու։ Գոնե ես նման դեպքի հետ առնչվել եմ ու շատ լավ գիտեմ, թե այս հիվանդանոցներում ինչպես կարող են վարվել ծերերի հետ։ 2 օր առաջ մենք տեսանք, որ շտապօգնության մեքենան հիվանդին անգիտակից տեղափոխել էր Արմենիա բժշկական կենտրոն, եւ այդ բժշկական կենտրոնը չէր մոտենում շտապօգնության մեքենային, որովհետեւ չգիտեր այդ մարդը վճարունակ է, թե վճարունակ չէ։ Մարդը անգիտակից էր։ Մինչեւ որ իրենք հասկանային, կճշտեին մարդը կարող է վճարել, թե չէ, այդ մարդը կարող է այլևս չլինել։ Նկարել էին, չէ, ցույց էին տալիս, մեկն էլ օտարերկրյա քաղաքացի էր։ Սրանց համար առաջնահերթը փողն է։ Հիմա Արսեն Թորոսյանը, այդ մահվան նախարարը, ասում է թոշակառուները երկար են ապրում եւ դա մեծ բեռ է հարկատուների վրա։ Գիլյոտին վերցրու, անցի դրանց հերթով վերացրու։ Վերացրու, ինչ է սպասում, երկար են ապրում դրանք։ Տես 65-ը ոչ մեկ չանցնի, դրեք ու 63-ը որ թոշակել չտակ։ Գիտեք ինչու են սա ասում, որովհետև Հայաստանում կազուսային վիճակ է ստեղծվում։ Մենք չունենք այնքան աշխատող, որքան ունենք թոշակ սպառող։ 1-2 տարի հետո գուցե այդ թիվը հավասարվի։ Պայմանավորված նաև կամավոր պարտադիր այդ կուտակայինով։ Եվ երբ մենք ունենանք այնքան հարկատու, որքան թոշակառու, հաստատ Արսեն Թորոսյան, այո, գիլյոտինն էլ չի փրկի մեր ձեր պարագայում էլի մեզ, որովհետև հարկատուն էլ չգիտի հարկտա բյուջեն լցնի, դուք տանեք սիրուն պուպուշ կոստյում հագնեք, որ դրսից եկած մեկին դիմավորեք, թե թոշակառուին թոշակ տակ։ Լսում եմ Ալեն Սիմոնյանին, մի հատ էլ հաթաթայա տալիս, ասում է բարձրացնելու ենք, էլի ենք մենք պարգևավճար ստանալու, դա մեր վաստակն է, մենք մրցունակ ենք, եթե այդքան չստանանք, մեզ մասնավորը կտանի։ Վախեցեք ձեզ մասնավորից դուրս չշպրտեն, ձեզ մասնավորը տանի ինչ անի, քանդեք այդ հիմնարկը։ Դուք ամբողջական պետություն վերցրեցիք ձեր ձեռքը ու քանդեցիք։ Մասնավորը ձեզ տանի ինչ անի։ Կամ ասում է, բա մենք չստանանք լավ աշխատավարձ, որ լավ կոստյում առնենք, դիմավորենք սրան։ Ես էլ եմ ուզում լավ կոստյում հագնեմ, դիմավորեմ իմ բարեկամին, որ չգա Հայաստան, տեսնի իմ վատ կոստյումը ու ասի, «Էս ինչ քոսոտ ղեկավարություն ունեք, էս ինչ քոսոտ են դրանք, որ չեն կարողանում ձեզ այնց պահել, որ լավ կոստյումով դիմավորեք մեզ»։ Ես էլ եմ ուզում, շատերն են ուզում։ Թե ձեզ թվում է դուք այստեղ մեր հաշվին ապրող պորտաբույծներ եք։ Պորտաբույծ։ Ամբողջ իշխանությունը պորտաբույծ կառույց է։ Վերջին 10 օրվա ընթացքում մի նամականձնել եմ են Արարատ Միրզոյանի հիմնարկին, պատասխան չկա։ Մարդիկ գեր զբաղված են, պատասխան չունեն, վազում են այս երկիր, վազում են այն երկիր, տեսնեն ում կոշիկը գտնեն ազատ ու լիզեն։
Պատասխան չկա։ Գնացել հասել ենք նախագահականի մոտ, ասում ենք մեկը իջնի, ասում է մեր ընթացակարգով նման բան չկա, որ մեկը իջնի ձեր բողոքը գցեք այդ արկղի մեջ, դա բողոք չէր, դա ցասում էր։ Ինչը որ մենք գիտենք նամակով է, մենք դա նամակով ենք ձեզ հանձնում։ Պորտաբույծ են բոլորը նստած տզրույկի պես ծծում են այս ժողովրդի արյունը եւ իրենց էլ թվում է, որ իրենք մի մեծ, չգիտես, ովքեր են, որ կարողանում են այսպես այս երկիրը մի հատ էլ ասում են, տեսեք, հա, որ օրինակ ազգային ժողովի նախագահ կամ Արսեն Թորոսյան կամ չգիտեմ Պապոյան ու Տատոյան մյուսները հանկարծ տեսեք մի 10 միլիոնից պակաս ստանան, ուրիշները կխլեն կտանեն մեզ։ Ձեզ առնվազն տանեն Բաքու։ Այստեղ ձեզ տանեն ինչ անեն, մարդիկ ով կայացրած բիզնես ունի, նա հաստատ ձեզ չի տանի, որ քանդեք։ Ում բիզնեսն եք քանդել եք, նրանք արդեն երկրից դուրս են եկել։ Եվ ձեր կարիքը չեն էլ զգում։ 100 անգամ ասացի այդ վիճակագրական վարչության կոմիտեին, թվեր հրապարակեք, Հայաստանում ինչքան գործազուրկ կա, ինչքան արտագաղթ կա, ինչ ծավալի, ասում եմ մենք այս 7-8 տարիների ընթացքում 300,000 աշխատատեղ ենք ստեղծել, լուրջ եք ասում, բա որ դուք 300,000 աշխատատեղ եք ստեղծել, բա թոշակի չի չեք բարձրացնում, բա այդ մարդիկ բոլորը հարկատուներ են, բա թոշակ բարձրացրեք, որովհետև դուք սուտասաներ եք, մեկը կարող է ասի մենք հեսա Մարս Արբանյակ ենք թողելու, դուք ասեք մենք էդի անցած տարի ենք թողել, այն ձեր տիեզերանավներ ինչն էր գնաց, ինչ կա դրանից, նորություն կա, բա ասում եք առաջին անգամ, չգիտես, կհիշեք բոլորդ, Նիկոլ Փաշինյանը, որ նոր, սա ասում եմ նաև քեզ համար Արսեն Թորոսյան, տեսնեմ այդ աշխատատեղերի մեջ դրանք բոլորը գրանցված են, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը, որ նոր եկել էր իշխանության, 1 տարի, 1 ամբողջ տարի նախարարով, կառավարությունով, ուր գնում էր, ասում էին, հայկական հեռուստացույց է արտադրվելու, հայկական սառնարան, հայկական մերձավանում բացեցինք, գնացին, բացին, փակին, բերին, 1-10 աշխատողեր, 1-50, Այսա մտածում ենք բանը ամբողջ թուրքական շուկան հայկական հեռուստատեսությամբ կլցնեք։ Ինչ եղավ այդ գործարանի ճակատագիրը։ Տեղեկություն ունեք։ Ինչի փակվեցին դրա դռները, ինչի գոնե մեկ հեռուստացույց չարտադրեցիք, ինչ եղավ։ Բա այդ ինչի եք խոսում։ Թե այդ հաշվել եք 50 աշխատատեղը տեղ էիք ասել, նոյեմբերյանում Ձեռնոցի գործարան բացեցիք, լենտը կտրեցիք, հասակ Երևան գործարանը փակվեց։ Մի 100 աշխատատեղը տեղ եք բացել։ Հիշում եք դուք ընդհանրապես մեզ ինչ եք ասել, որտեղ ինչ եք բացել, որտեղ գնացել եք, այդտեղ չորացել է։ Էլ չեմ ասում մարդկանց բիզնեսների վրա ձեր ռեկետը, այս իշխանության ռեկետը։ Եվ վերջում ուզում եմ անդրադառնալ Ղազարյան Պետրոս, հա, Պետրոս Ղազարյանի կնոջը, Ժանա Անդրեասյանին։ Դուք տարական թեստ գրել չգիտեք, այն մրցունակներ։ Դուք խայտառակություն եք։ Ես իմ այս ապրած տարիների ընթացքում չեմ հիշում որևէ դեպք, որ քննական process-ը վերածվի այսպիսի խայտառակության։ Մի քանի օր առաջ ինձ զանգահարում են Սևանի տարածաշրջանից, Հրազդանի տարածաշրջանից, Արագածոտնի մարզից, ասում են ինչ անենք, երեխեն ստրեսով դուրս է եկել, թեստը տվել են, ձեռքից վերցրել են, Երևանից զանգել ասել են ձեր գլխու եք արել, նորից են թեստը տվել, նորից են վերցրել, հետո պարզվել է այդ թեստերը սևագիր են, թե ընդամենը այդ են կարողացել ձեր ուղեղը, այդ է կարողացել այդ թեստերն եք տվել։ Դուք բա գնում եք այտենց մեռնում եք օտար լեզվի համար, բա օտար լեզվի թեստ կազմելը ինչա չեք կարողացել։ Ամոթ ձեզ։ Պետրոս, հիմա դիմում եմ քեզ, հրավիրի կնոջդ, հմեկի եթեր, իմ բարձրացրած հարցը հնչեցրու իրեն, ինչպես եղավ, որ նախարար կոչված տիկինդ չկարողացավ կազմակերպել տարրական անգլերենի քննություն, ու երեխաներին այդ
16-17 տարեկան երեխաներին այդ ապրումների մեջ դրեց։ Այն մի ընտանիքից ասում էին ժամը 10-ը սենյակից դուրս չի գալիս, որ հաց ուտի։ Մինչև իմացան, որ տեղեկացրեցի, որ ոնց որ նորից քննություն են նշանակել։ Հələ կանչի կնոջը տաս այդ օրինակ ինչի տապալեցիք այդ քննությունը։ Այ պրավալների կառավարություն։ Ես հիմա ամեն անգամ իմ եթերը ավարտելուց հետո ուզում եմ դիմել մեր տատիկ-պապիկներին, մեր հորաքույր մորաքույրներին, հորեղբայրներին, մեր ընտանիքների անդամներին, ձեր ընտանիքների անդամներին։ Սրանք սուտասաների եւ գողերի իշխանություն են։ Սրանք մի իշխանություն են, որոնց կամքը թելադրվում է Բաքվից։ Սրանք մի իշխանություն են, որոնք այդ աղավնին խփել է այնտեղ կրծքին, այստեղից ասել է զանգել երևի կամ SMS-ա գրել, ասել է մարտին պիտի նոր սահմանադրություն ունենանք։ Առանց անկախություն բառը մեջը ներառելու, առանց մեր Արարատը, առանց այս մեկ, առանց, չգիտեմ, եկեղեցու պահովել ինչ կմոգոնեն։ Իսկապես Հայաստանը ապրում է երբեմնի իր ամենածանր ժամանակաշրջանը։ Եվ որպեսզի մենք կարողանանք այս ծանր ժամանակաշրջանից թոթափվենք, կարողանանք մեզ դուրս բերել այս անարժանապատվությունից, այս նվաստացումից, մենք դրա համար ունենք մեկ ելք։ Հունիսին չէ ասել թրքահապատակ իշխանությանը, ոչ ասել հողատու իշխանությանը, ոչ ասել Արցախը հայաթափած իշխանությանը, ոչ ասել մեր բոլորի բյուջեն գողացող իշխանությանը, ոչ ասել օտարի կոշիկ լիզող այս իշխանությանը եւ ոչ ասել Ալիևին շնորհակալություն հայտնող, Ալիևի առաջ խոնարհվող այս իշխանությանը։ Մենք միայն ու միայն պետք է այդ մեկ նպատակը դնենք մեր առաջ։ Նորից եմ ասում, որ հետո չասեք, մենք չգիտեինք, որովհետև չի բացառվում, որ հունիսի 10-ին ամենասարսափելի պատերազմը պատմության մեջ սկսվի Հայաստանի նկատմամբ։ Սա ֆեյք խաղաղություն է, որովհետև նորից եմ ասում, չկա խաղաղության մասին կնքված պայմանագիր։ Կա մեյմունություն Աբու Դաբիում, Վաշինգտոնում, Պրահայում, Ֆրանսիայում, Լոնդոնում եւ ամենուրեք։ Վախկոտների կառավարությանը պետք է ասենք ոչ։ Տեսեք, 10 օր առաջ, որ ասում եմ սրանք 10 օր առաջ ասում էին եվրոպացիներ, փրկեք մեզ, փող ուղարկեք, արտաքին հիբրիդային պատերազմ է մեր դեմ սկսվել, ուղարկեք, չենք դիմանում, որ նորից հանկարծ հունիսին իշխանությունը ինչ ստացվեց։ Ալեն Սիմոնյան Մոսկվա թռնելուց առաջ ասում էր պատերազմը այդքան էլ լավ բառ չի, հետո ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ, բա որ պատերազմը լավ բան չի, հետո ինչ է նշանակում, բայց փողը բերում եք ինչ անեք, բերում եք ինչ անեք, եթե ոչ այդ պատերազմը կա, ոչ էլ չգիտեք, այդ հիբրիդային պատերազմը այդ ինչա, հիբրիդային հարձակում, ով է ձեր վրա հարձակվողը, որտեղ գնում եք գլուխներդ կախում եք, գալիս է ժողովրդի մոտ ակլորանում եք, հետո գնում եք գլուխներդ կախում եք։ Ես երեք ասացի, Նիկոլ Փաշինյանը 2018-ին, երբ որ բնութագրում էր Հայաստանի որևէ իշխանության, դա ամենադիպուկը այսօր խոսում է հենց այդ բնութագրումը խոսում է հենց իր իշխանության մասին, երբ որ ասում էր, որտեղ օտարի կոշիկ եք տեսնում, անձնագիր եք տեսնում, վազում եք լիզելու, մենք ամեն օր դրա ականատեսն ենք լինում, ամեն օր, էլ չենք ասում, որ ամեն օր բոլորդ այս փոքրիկ խմբակը սահմանադրությունը ոտքի տակ դրած գնում է, Հայաստանի մայր օրենքը սրանց համար դարձել է չուլան, այ չուլան է դարձել, ոնց ուզում եք, այդպես վարվում եք, գալու է
պատասխան տալու ժամանակը։ Այսօր առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ եմ ասում, բոլոր այն ուժային կառույցները, այս իշխանության մաս կազմող բոլոր օղակները, որոնք չեն բարձրաձայնում Սահմանադրության այն կետերի մասին, որոնք խախտում է Վիգեն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը կամ Ազգային ժողովը, բոլորդ հավասար մեղսակից եք լինելու, որովհետև լռելը եւս հանցագործություն է։ Մնաց 4 ամիս որոշելու ենք դուք որտեղ եք լինելու եւ որտեղ է լինելու հայ ժողովուրդը։ Սիրելի ժողովուրդ, ես ոչ թե սա ասում եմ, որովհետև ես վերլուծում եմ բոլոր հանգամանքները, վերլուծում եմ բոլոր իրողությունները եւ այո, ես հունիսյան ընտրություններից հետո մեծ պատերազմ եմ տեսնում Հայաստանի դեմ, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կմնա կառավարման օղակին։ Ձեզանից է կախված, մենք կդառնանք նորից գերուն տանիք, թե զոհվածի, թե անհետ կորածի, բոլորից է կախված։ Թույլ մի տվեք, որովհետև մենք հիմա որքան էլ ասենք, որ այս իշխանությունը վերելու է, ոչ, չկա խաղաղություն, կա Փաշինյանի ֆեյք օրակարգ։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։